Մանվելը փոքր երեխա էր, երբ Մալաթիայում սկսվեց բռնագաղթը։ Ապրում էր մեծ երկհարկանի կապույտ քարերով շարված տանը։ Մինչ օրս էլ տունը կանգուն է, քրդեր են ապրում։ 24 հոգուց բաղկացած գերդաստանի նահապետ Սարգիս Թևեքելյանը Մանվելի հայրը։ Բավական ունևոր եւ ճանաչված շապկագործ էր։ Մալաթիայում սեփական խանութներ ուներ։ Ավանդապահ, համերաշխ նրանց ընտանիքում ազգային բոլոր տոները նշվում էին մեծ շուքով։ Երբ Մալաթիայում սկսվում է բռնագաղթը, ամեն ինչ իրար է խառնվում, եւ Մանվելը կորցնում է իր հարազատներին։ Շատ մեծ դժվարությամբ նրան հաջողվում է փախչել։ Մանկահասակ Մանվելին գտնում է մի թուրք պաշտոնյա, բերում իր տուն եւ որոշ ժամանակ պահում նկուղում, քանի որ թուրքերին պատժում էին գյավուր թաքցնելու համար։ Մանվելին շատ լավ են վերաբերվում, կերակրում են, հագուստ տալիս։ Ձմռան մի ցուրտ առավոտ սկսվում են խուզարկությունները։ Թուրք պաշտոնյան Մանվելին իջեցնում է ջրհորի մեջ, ծածկում այն ծղոտով ու շորերով։ Ոչինչ եւ ոչ մեկի չեն գտնում։ 12 ժամ ջրհորում մնացած Մանվելին դուրս են բերում համարյա կիսամեռ։ Բարի թուրքին հաջողվում է ցրտահարված երեխայի մարմին նողիով շփելով կենթանացնել։ Հետո նրան անձամբ հանձնում է ամերիկյան որբանոց։ Որոշ ժամանակ անց ամերիկյան որբանոցի երեխաներին տեղափոխում են Սիրիա, իսկ 1922-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք։ Այնտեղ նա գտնում է իր քրոջը, Հեղինեին, ով Մանվելից մեծ էր 4 տարով։ Երկար բաժանումից հետո քույր ու եղբայր խոստանում են այլևս չբաժանվել։ Շատ դժվար ժամանակներ էին սպասում նրանց։ Տարիներ անց մի հայ երիտասարդ ամուսնության առաջարկություն է անում Հեղինեին։ Եթե ամուսնանային, պիտի մեկնեին Ամերիկա։ Հեղինեն ասում է, որ միայն մեկ պայմանով կհամաձայնի, եթե իրենց հետ տանեն նաև եղբորը։ Երիտասարդն առանց Հեղինեի է մեկնում Ամերիկա։ Հետագայում Հեղինեն ամուսնանում է Սեթրակ Մնղիկյանի հետ։ Մալաթիացու համար աշխատասիրության շնորհիվ շապկագործները կարողանում են բարելավել իրենց կենսապայմանները։ Ձեռք են բերում մի քանի խանութ Ալեքսանդրիայում։ Հայրենադարձության տարիներին 1947-ին նրանք ներգաղթում են հայրենիք, Հայաստան։ Մանվելն ամուսնանում է հայրենադարձ Աղավնի Սեմերջյանի հետ, ով նույնպես անցել էր շատ դժվարին ճանապարհ։ Մանվելը մահանում է 1986 թվականի փետրվարի 10-ին Գյումրիում։ Մեծ գերդաստանից փրկվել են 4 երեխաները՝ Մանվելը, Հեղինեն եւ նրանց հորեղբորորդիները Հակոբն ու Հայկազը։